Հերմենևտիկայի աստվածաշնչի մեկնաբանության, գիտության դասերն ենք անցնում աստվածաբանություն շարքից, հանրամատչելի աստվածաբանություն խորագրի ներքո, եւ այսօր 4-րդ դասը փորձելու ենք հասկանալ պատմամշակութային համատեքստի կարևորությունը։ Ինչ է պատմամշակութային համատեքստը։ Աստվածաշնչի ճշգրիտ մեկնաբանության համար շատ կարևոր է հասկանալ համատեքստը։ Համատեքստը դա տվյալ հատվածի, մանավանդ, գիտեք, ընթերցանության ժամանակ, բայց հատկապես ծառայողները, երբ որ ինչ-որ հատվածի շուրջ սկսում են մտածել, թե սա ինչ է նշանակում, եւ առավել եւս, երբ որ պիտի բացատրեն ինչ է նշանակում, կամ վարդապետական հարցեր են, որ մարդը պիտի սա արդեն եկեղեցու հիմնասյուներն են վարդապետությունները եւ պիտի ուշադիր լինենք, որ ճիշտ հասկանանք։ Մի բան է մենք ինչ ենք հասկանում, մի ուրիշ բան Աստված ինչ է ուզեցել ասի։ Եվ ճիշտ մեկնաբանությունը նա է, որ ոչ թե քո կարծիքով դա այդպես է, մեկ ասում է քո կարծիքով էսպես է, իմ կարծիքով էլ էսպես է։ Սա ճիշտ չի կարող լինել։ Գոնե մեկը երկուսից հաստատ սխալվում է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի հասկանանք, իսկ Աստված ինչ է ի նկատի ունեցել տվյալ հատվածը, երբ որ ներշնչել է մարդ հեղինակին եւ մարդ հեղինակը գրել է դա։ Դրա համար, երբ որ մի հատված կարդում ենք, պիտի հասկանանք տվյալ հատվածի անմիջական համատեքստը, այսինքն դրանից առաջ, դրանից հետո ինչ է գրված, ավելի լայն համատեքստը, այսինքն այդ գլուխը ինչ է ասում կամ այդ գիրքը ինչի մասին է, եւ շատ կարեւոր է հասկանալ պատմամշակութային համատեքստը, այն ժամանակվա պատմական, մշակութային, տնտեսական, ես օրինակներ եմ գրել, գյուղատնտեսական նրբություններ կան, ճարտարապետական նրբություններ կան, ռազմական նրբություններ կան, որ մենք կարդում ենք այսօր, բայց եթե մենք չուսումնասիրենք, ես օրինակներ կասեմ իհարկե, լավ չենք հասկանա։ Դրա համար պիտի տվյալ խոսքի պարբերության գլխի գրքի համատեքստը եւ նաեւ պատմական համատեքստը ուսումնասիրենք, որը պատմամշակութային համատեքստ ասելով, իհարկե չենք կարող այդպես երկար թվարկել, պատմամշակութային համատեքստ ասելով պիտի, այսինքն ոչ թե պիտի, այլ նկատի ունենք տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ մնացած այլ համատեքստերը, որը այն ժամանակվա պիտի ճամփորդենք, որ հասկանանք, լավ, ճամփորդենք այն ժամանակվա իրավիճակի, այն ժամանակվա կյանքի, մշակույթի մեջ, ճամփորդելը ճակերտավոր եմ ասում, որպեսզի հասկանանք դա ինչպես էր ընկալվում այն ժամանակներում։ Ուրեմն Աստված մեզ ուզեցել է իր խոսքը փոխանցի, ներշնչել է Աստվածաշնչում գրված սուրբ մարդկանց, իրենք Աստծուց ներշնչված լինելով գրել են այդ գրվածքները, մենք ընթերցում ենք այդ գրվածքների թարգմանությունները։ Եվ տեսակ քանի օղակ է անցնում, բայց մենք պիտի հասկանանք Աստված ինչ է նկատի ունեցել, որ այդ խոսքը հասել է մեզ արդեն ժամանակակից Աստվածաշնչի տեսքով։ Օրինակ, շատ հայտնի օրինակ, հիշում եք, երկրորդ օրինաց 22:5-ում գրված է հետևյալը. կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծո աչքին, քո Տեր Աստծո առջև պիղծ է նա, ով այդ բանը կանի։ Կարդացինք։ Գիտեք, օրինակ, որ հիմա շատ տարածված մեկնություն կա, որ մարդիկ մտածում են, որ այստեղ գրված է, որ կինը տաբատ չհագնի, շալվար չհագնի։ Սա նշանակում ու ամբողջ եկեղեցիներ կան, որ սա են քարոզում, բայց եթե մենք մի փոքր ծանոթանանք համատեքստին, կհասկանանք, որ այն ժամանակներում ճամփորդում ենք այն ժամանակները, այն ժամանակներում տղամարդու ու կնոջ հագուստը այնպես չէր, որ տղամարդիկ տաբատ էին հագնում,
կանայք էլ շրջազգեստ էին հագնում, երկուսն էլ հագնում են շրջազգեստներ։ Եվ այն ժամանակվա մշակույթի մեջ դա այդպես էր։ Երբ որ մենք տվյալ նախորդ դասից ասեմ, լավ, սկսենք նրանից, որ մենք պիտի նախ ոճը հասկանանք, ինչ ոճի գիրք է սա։ Հասկանում ենք, որ սա օրենքի գրքերն են եւ Աստծու կամքն է, որովհետեւ վերևը, ներքևը, եթե հերցենք այս հատվածի, բարոյախրատական օրենքներ են սրանք։ Իսկ այնպիսի մի օրենք չի, որը զուտ Իսրայելին էր վերաբերվում, սա բարոյական օրենքներ են, որոնք մենք հասկանում ենք, որ Տեր Հիսուսի ուսուցման հիման վրա բարոյական օրենքները անցում են կատարել նոր կտակարանյան հավատացյալների։ Սրանք Իսրայելի մասին չէր միայն խոսքը։ Այսինքն, եթե մենք մի քիչ պատմամշակութային համատեքստը ուսումնասիրենք, նախ հասկանում ենք, որ երկուսն էլ նույն կերպի զգեստներ էին հագնում, հետո մտածում ենք, բայց կար չէ տարբերություն կանացի շրջազգեստի, հիմա կա տարբերություն կանացի տաբատի եւ տղամարդու տաբատի միջեւ, իհարկե կա։ Եթե դուք գնում եք խանութ, կա կանացի տաբատների բաժին, որ տղամարդը հագնի, իր վրա չի լինելու, իր համար չի կարված, իր մարմնի կառուցվածքով չի կարված, եւ կանացի տաբատն էլ իր, այսինքն տղամարդ, եթե կինը տղամարդու տաբատ հագնի, իր վրա երևում է, որ էսի տղամարդու տաբատ է հագել։ Ու հասկանում ենք, որ այն ժամանակ էլ ինչ որ կերպ շրջազգեստները իրարից տարբերվում են։ Չգիտեմ, կարող է այդ կարերի ձևով, կարող է ինչ որ մի նշաններով, դե կանացին ուրիշ կերպ է, կնոջ մարմինը ուրիշ կերպ է եւ հարմարացնում են կնոջ մարմնին, տղամարդու մարմինը ուրիշ կերպ է եւ սա աչքով երևացող բան է։ Այսինքն, տեսեք, մենք ուսումնասիրում ենք համատեքստը եւ հասկանում ենք սա։ Հիմա ինչ կարող է Աստված ի նկատի ունենալ, եթե զգեստի տեսակը չի, բա ինչ, շատ պարզ, ու մենք գիտենք Աստվածաշնչում, որ թե այն ժամանակներում, թե այսօր տղամարդիկ կան, որ իրենց կնոջ տեղ են դնում եւ կանայք կան, որ իրենց տղամարդու տեղ են դնում, եւ սա պղծություն է Աստծո աչքին։ Եվ այս հրահանգը մի փոքր ուսումնասիրությունից հետո, պատմամշակութային համատեքստ ուսումնասիրելուց հետո, մենք հստակ հասկանում ենք, որ սա բացարձակապես տաբատին չի վերաբերվում, սա վերաբերվում է տղամարդուն, ով իրեն կնոջ տեղադնում կնոջ հագուստ հագնելով եւ կնոջը, որ իրեն տղամարդու տեղադնում տղամարդու հագուստ հագնելով եւ գրված այսպիսի բան անողը պիղծ է Աստծո աչքին։ Կարևոր է պատմամշակութային համատեքստը, սա ընդամենը մեկ օրինակ էր եւ եթե մենք տիրապետենք այս գործիքին, այս դասը մեզ գործիքներ է տալիս, որպեսզի սխալ մեկնություններ չանենք։ Այսպիսի շատ հատվածներ կան, որոնք մեզ կօգնեն ուսումնասիրության հարցում եւ ճիշտ ընկալելու, ոչ թե վերցնելու Աստծո խոսքը հարմարացնելու, օրինակ մի որ գրած է քո երեխային կրակի վրայով չանցկացնես, շատ հավատացյալներ վերցնում են սա, հարմարացնում են իրեն, Աստված ի նկատի չի ունեցել կրակի վրայով թռնելու հեթանոսական այդ սովորությունը կամ այդ տոնը, բայց հարմար է, չէ, որ բացես ցույց տաս, ասես տես գրած է քո երեխային կրակի վրայով չանցկացնես ու մարդուն համոզես։ Բայց եթե ուսումնասիրում ենք համատեքստը, այդ խոսքը վերաբերվում է եկեղեցիների ներողություն, երբ որ զգուշացում էր Աստծու ժողովրդին, որպեսզի իրենց երեխաներին հեթանոսների սովորության պես չզոհաբերեն մողոքին։ Սա երեխաների զոհաբերության արգելք է, ասում է, այսպիսի բան չանես։ Հիմա եթե Աստված ի նկատի չի ունեցել, բայց հարմար եղբայր, սրանից հարմար հատված չկա, որ սա սուտ է արդեն։ Այսինքն ուրիշ հատվածներ կա, որտեղ դու կարող ես վերցնել ու ցույց տալ, որ հեթանոսական տոներ տոնելը արգելված է Աստծո ժողովրդի համար։ Հեթանոսական տոների նմանությամբ տոներ չտոնեք։ Սա գրված է եւ սա բավարար է, պետք չի վերցնել, ծռել համարը հարմարեցնել այն վարդապետությանը, որին դու ես հավատում։ Պետք է հասկանալ Աստված ինչ է նկատի ունեցել եւ հետեւել Աստծո խոսքի ցուցումներին։
Հասկանում եք պատմամշակութային համատեքստը, շատ լավ, գնանք առաջ, շատ կարևոր է հասկանալ ով է հեղինակը, երբ է գրել, ինչն է եղել պատճառը, որ գրվել է այդ գիրքը, խնդիրը, առաջարկվող լուծումը, ինչի մասին է տվյալ գիրքը, նայեք ինչ կարևոր է, ինչ էին հասկանում առաջին լսողները, այն ժամանակվա լսողները, օրինակ, որ Մովսեսը եկավ ու ընթերցեց երկրորդ օրինաց 22:5-ում գրված այդ արգելքը, կինը տղամարդու հագուց չհագնի, տղամարդն էլ կնոջ, ինչ հասկացան լսողները։ Այսինքն մարդիկ կան ասում են, կարևոր չի իրանք ինչ հասկացան, հիմա սա է նշանակում մեր ժամանակներում, այդպես չի։ Դա նշանակում է ոչ մի գիտելիք չկա Աստվածաշնչի մեկնաբանության։ Ինչա նշանակում կարևոր չի։ Շատ կարևոր է այն ժամանակ ինչ էին հասկանում եւ մենք սկզբունքն ենք վերցնում ու կիրառում ենք մեր կյանքերում։ Օրինակ ինչ էին հասկանում։ Հաստատ տաբատ չէին հասկանում։ Հաստատ։ Երբ որ գրված է քո երեխային կրակով չանցկացնես, հաստատ տրնդեզը չէին հասկանում։ Ոչ էլ կրակի վրայով թռնելը, հաստատ հասկանում են երեխաների զոհաբերությունը։ Մենք իրավունք չունենք։ Սա Աստծո առաջ մեղք է։ Երբ որ դու գիտես ճշմարտությունը, բայց ճշմարտությունը դնում ես մի կողմ, ասում ես ավելի հարմար է։ Դա նույնն է, որ մարդիկ, օրինակ, վկայությունները չափազանցնում են, սուտ են բերում, խառնում իրենց կյանքում տեղի ունեցող հրաշքին, որպեսզի ավելի տպավորիչ լինի իրենց պատմածը։ Սա մեղք է, սա ստախոսություն է։ Եվ պետք չի խոսես այն, ինչ որ Աստված չի արել, որ դիմացինը հավատա ու ապաշխարի։ Պետք չի։ Եթե քո նպատակը բարի է, դու չար միջոցով, ստության, չափազանցության կամ Աստծո խոսքը ծռելու միջոցով չես կարող հասնել, սա Աստծո սկզբունքը չի։ Սա դժոխքի սկզբունքն է, որ ասում է նպատակը արդարացնում է միջոցը։ Ոչ, սուրբ նպատակին, սուրբ միջոցներով։ Օրինակ, Նահումը եւ Նինվեի մշակույթը։ Եթե դուք ուզում եք Նահումի մարգարեությունը հասկանաք, դուք պիտի ուսումնասիրեք Նինվեի մշակույթը կամ Ամբակումը եւ Բաբելոնի մշակույթը։ Իրենք այս գրքերը կապված են այս ժամանակի այդ, օրինակ Նահումի մարգարեությունը նինվեացիների վերաբերյալ է եւ այնտեղ շատ բաներ կա, որ մենք կարող ենք հասկանալ միայն մշակութային համատեքստը ուսումնասիրելով։ Բնականաբար խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր Աստվածաշնչի մեկնաբանության մեջ են ուզում խորանալ։ Եթե հասարակ ընթերցող ես, քո համար պետք չի այդպես գնաս բայց եթե ուզում ես հասկանաս ճշմարտությունը, դու պիտի ուսումնասիրես։ Օրինակ Հովնանի պարագան մի փոքր, գիտեք, Հովնանը Նինվե ուղարկվեց, բայց փախավ, գնաց հակառակ ուղղությամբ եւ աստվածաբանական ուսումնասիրություններ կա եւ պատմական ուսումնասիրություններ կա Նինվեի մասին, որ ասում են, որ նինվեացիները իրենք ամենադաժանն են եղել, երբ որ մի քաղաք կամ մի երկիր գրավել են, այնպիսի դաժան մահապատիժներ են արել եւ ծանր, շատ ծանր, ես հիմա որ թվարկեմ կարող եմ մարդկանց գիտակցության վրա ազդի, ասենք կենթանի մաշկը հանել են մարդու վրայից կամ չգիտեմ վանդակի մեջ պահել են եւ սա հայտնի էր վայրի գազանի պես իրենց գերիներին տներում պահել են շատ վատ բաներ կա, ես չեմ ուզում հիմա թվարկեմ, կարդացել եմ այսօր, բայց հիմա հասկանում ենք ինչի համար է Հովնանը, որ թշնամի երկիր էր իրանց, ինչի համար է փախնում հակառակ ուղղությամբ։ Եթե մենք ուսումնասիրում ենք համատեքստը, բավականին շատ բան ենք իմանում։ Կողոսացիս թուղթը, երբ որ կարդաք Կողոսացիս թուղթը, այնտեղ Կողոսիայի այդ տարածքը փիլիսոփայական կուլտերի, փիլիսոփայական շեղված ուղղությունների կենտրոն էր, եւ դրա համար շատ անգամ Կողոսացիս թղթի մեջ կտեսնեք ուղղվածություն հենց այսպիսի շեղումների դեմ։
Մշակութային համատեքստը շատ կարևոր է, ինչ է մշակույթը։ Մշակույթն է ձևավորում մարդու վարքագիծը։ Մշակույթն է մարդու մտքի, խոսքի, գործերի, շրջապատի, հավատալիքների, սոցիալական կառուցվածքի ամբողջականության ազդեցությունն է, որ ձևավորում է մշակույթը, եւ մենք մեր մշակույթի կրողներն ենք, ուզենք թե չուզենք։ Գնացի նոր վերադարձել եմ Միացյալ Նահանգներից, դրանից առաջ էլ Ռուսաստանում էի ծառայում, եւ այնտեղ մարդիկ ռուսական մշակույթի ազդեցության տակ են, այս մյուս տեղը ամերիկյան մշակույթի ազդեցության տակ են։ Իհարկե քրիստոնյաների հետ եմ շփվում եւ տեսնում եմ, որ քրիստոնյաներ են ու քրիստոնեական մշակույթն է իրենց մոտ գերակայում, բայց այսպես թե այնպես երկրներում տարբերվում են, մենք հայաստանյան մշակույթի ազդեցության ներքո ենք ապրում։ Այդտեղ ասենք իրար հյուր գնալ կա, չգիտեմ, հաղորդակցության ձև կա, նվեր տալու ձև կա, ամեն ինչը, զրուցելու, հանդիպելու, պայմանավորվելու, ամեն ինչը մշակույթի ազդեցության ներքո է եւ մշակույթն է ձևավորում մարդու վարքագիծը։ Հիմա օրինակ Փիլիպպեցիս 3:20 խոսքում Պողոս առաքյալը խոսում է Փիլիպպեցիներին ու ասում, որ իրենք երկնքի արքայության քաղաքացիություն ունեն։ Ասում է մեր բնակությունը երկնքում է, մյուս թարգմանության մեջ ասում է մեր քաղաքացիությունը երկնքում է։ Մի փոքր պատմական մշակութային համատեքստը ուսումնասիրելուց հետո հասկանում ենք, որ ի տարբերություն մյուս քաղաքների Փիլիպպեն չուներ հռոմեական քաղաքացիություն։ Ոնց որ հռոմեական կայսրության մաս էր կազմում, բայց այդ քաղաքին տրված չէր։ Օրինակ Պողոսը ինքը Տարսոնից լինելով ինքը ուներ քաղաքացիություն եւ զինվորականները զարմացան, որ ինքը ասեց ես Հռոմի քաղաքացի եմ, ասեցին մենք շատ փող ենք տվել, որ դառնանք Հռոմի քաղաքացի, դու ինչպես ես Հռոմի քաղաքացի, ասեց ես ծնվել եմ։ Այսինքն ծնունդով այդ քաղաքում ծնվածները ծնողները ունեին քաղաքացիություն, իրանք ստանում էին քաղաքացիություն եւ սա մեծ արտոնություն էր հռոմեական կայսրությունում։ Փիլիպպեն չուներ։ Փիլիպպեի քաղաքացիները հռոմի քաղաքացիներ չէին, բայց Պողոս առաքյալը իրենց քաջալերում ասում է ոչինչ որ դուք հռոմի քաղաքացիներ չեք, դուք երկնքի քաղաքացիներ եք, երկնքի արքայության քաղաքացիներ եք։ Երբ որ ես համատեքստը հասկանում ես, գրվածը ավելի լավ ես հասկանում, որովհետեւ շեշտադրում է ավելի կարևոր քաղաքացիությունը եւ ուզում ասի դուք ստորադաս չեք ոչ մեկից։ Եվ երկնքի արքայության քաղաքացիությունն է, որ ձեզ իրական ոնց պատկանելություն է տալիս, ոչ թե Հռոմի քաղաքացիությունը։ Այսպիսի հետաքրքիր խորություններ է բացվում Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ, եթե մենք հաշվի ենք առնում պատմամշակութային համատեքստը։ Ես աստվածաբանական համալսարանում դասավանդում եմ միջմշակութային հաղորդակցություն։ Միջմշակութային հաղորդակցություն առարկան նպատակ ունի օգնելու այլ մշակույթների մեջ ծառայող մարդկանց։ Օրինակ հիմնականում միսիոներները, որ գնում են այլ երկրներ, այլ տարածաշրջաններ ծառայելու, այս առարկան օգնում է հասկանալ այնտեղի տարբերությունները։ Նախորդ օրինակ ես հիշում եմ այդ դասի մեջ կա օրինակ աֆրիկական որոշակի պետություններում ընկերության ընկալումը, որ մեր մշակույթին այդքան էլ դա հարազատ չէ, ավելի շատ խորթ է, օրինակ եթե ինքը եկավ մի բաժակից խմեց, բաժակը դրեց, կեսը կա, ու դու գնում ես վերցնում ես ուրիշ բաժակից, լցնում ես ու խմում ես, դա նշանակում է դու իր անկերը չես։ Դուք պիտի հանգիստ կարողանաք նույն բաժակից խմեք։ Այսպիսի մշակութային առանձնահատկություն է, կամ մեկ ուրիշն էլ հիշեմ, հենց այս բանը հիշեցի, մարդը որ մոտենում է խոսում է, մենք հայերեն ասում ենք քիթս մտավ, չէ, խոսալուց։ Իրանց մոտ, եթե դուք մտերիմ եք, դու պիտի խոսալուց զգաս իր շունչը։ Այսինքն այնքան մոտիկ լինեք, որ շունչը, եթե ինքը մոտ է գալի դու հետ ես քաշվում, այսի նշանակում է դու իրան չես ընդունում։
Այսպիսի շատ մշակութային առանձնահատկություններ կա, ինչ եմ հիմա սա խոսում։ Որպիսի դու հասկանաս այդ մարդու, օրինակ մշակույթներ կան, աչքերի մեջ նայելը վիրավորական է, Ճապոնիայում չպիտի դու նայես, եթե հարգանքի նշան է, որ դու աչքերդ խոնարհած ես խոսում դիմացինի հետ։ Ընդհանրապես այնտեղ իրանց կայսրին նայելը մահապատժի արժանի ժամանակին, մահապատժի արժանի արարք է եղել եւ իրավունք չունեին կայսրի աչքերի մեջ նայեն, իրանք պիտի անընդհատ գլուխը խոնարհած լինեին ներքև եւ իշխանություն ունեցողի հանդեպ միշտ գլուխը ներքև աչքերի մեջ չնայել։ Հիմա մեզ համար սա տարօրինակ է, մենք հակառակը ասում ենք նայի ինձ, որ խոսում եմ քեզ հետ, չէ՞, ասենք դու երեխայի հետ խոսում ես, ասում ես նայի, որ խոսում եմ, նայի ինձ, որ հասկանամ, կոնտակտ ունենանք աչքերի։ Մեր մոտ ուրիշ մշակույթ է։ Հիմա այս ամեն ինչի եմ ասում, որպեսզի մենք հասկանանք այն ժամանակվա գրվածքները, արդեն գիտենք Աստվածաշունչը կարող է մի խոսք կարդաց, որ 3500 տարի առաջ է գրվել այլ մշակույթի մեջ։ Մենք պիտի կարողանանք ճամփորդել այդ ժամանակները, հասկանալ այդ մշակույթը, հասկանալ ինչ է նկատի ունեցել այս խոսողը, այս բառերը ասելուց, ինչպես է ընկալվել եւ նաեւ կարևոր հատվածը դրա որ մասն է կամ սկզբունքը որն է, որ կիրառելի է մեր ժամանակներում։ Օրինակ Հռութի գրքի 4 գլխի առաջին խոսքում Բոոսը, որ արդեն ուզում էր Հռութի հետ ամուսնանալ եւ ժառանգություններ վերցնում իրեն, այնտեղ մի հետաքրքիր բան կա, ասում է գնում է քաղաքի դռան մոտ եւ այն ամենամոտիկ բարեկամը հրաժարվում է, չի ուզում եւ ինքն է արդեն կոշիկը հանում, տալիս է այդ բարեկամը որպես նշան, մենք ոնց ենք տանում ենք, ասենք նոտարով հաստատում ենք, չէ՞, հարկ ու վաճառքը հողակտոր ենք առնում, տանում ենք, հաստատում ենք, երբ որ մարդը իր կոշիկը հանում տալիս էր, սա արդեն պատմությունն է, եթե չեմ սխալվում, Միջագետքի մոտ կարդացի, հիմա կարող է սխալվեմ, 1923 թվականին ինչ որ բաներ են գտել, պայմանագրեր այդպես գրած քարերի վրա եւ այնտեղ այդ գրվածքների մեջ քթել են կոշիկը տալու նշանը այդ ժամանակներում եղել է կնիքը, այսինքն երբ որ մարդը գար ասեր ես այսպիսի բան չեմ արել, կոշիկը հանում էին իրա, ասում են էսի քո կոշիկն է, ընդ որում մեկը ասում են էսի քո կոշիկն է եւ դու արդեն կնիքը խփել ես, ստորագրել ես, վերջ, ու դա արվում էր բոլորի աչքի առաջ։ Եթե դու սա չիմանաս եւ այդ դուրը քաղաքի դռան մոտ, քաղաքի դարպասների մոտ էր դա տեղի ունենում եւ Աստվածաշնչյան շատ ուրիշ հատվածներ հաստատում են, որ բոլոր այսպիսի իրավաբանական քննարկումները, դատերը տեղի էին ունենում այդ վայրում, քաղաքի դարպասների մոտ։ Սա ճամփորդում ենք այն ժամանակները, հասկանում ենք, թե չէ մեր ժամանակներում մարդը չի հասկանա ինչ է նշանակում կոշիկը տալը։ Կրոնական, նաև կրոնական համատեքստը պիտի հասկանանք, օրինակ երկու օրինակ ասեմ, երկրորդ օրինաց 14:21-ում այսպիսի արգելք կա, ասում է ուլին իր մոր կաթի մեջ չեփես։ Կրկին պեղումների ժամանակ հայտնաբերել են, որ սա եղել է քանանացիների ծես, հեթանոսական ծես։ Ոչ թե այսպես խղճահարությունից ելնելով այդպիսի բան ասում, այլ սա եղել է հեթանոսական ծես, ոնց որ տրնդեզի կրակի վրայով թռնելը կամ վարդավառի իրար վրա ջուր լցնելը, սա եղել է հեթանոսական ծես եւ Աստված ասել է այդ ծեսը չանեք։ Ուլը իր մոր կաթի մեջ եփելը, չգիտեմ ինչ ծես է եղել ու դա արգելել են։ Նաեւ շատ հետաքրքիր է իմանալ, օրինակ Եղիան ու Բահաղի մարգարեները, ասեցի ու հասկացա, որ սխալ եմ ասում, այս վերջերս Բաղամի մասին եմ քարոզել Ամերիկայում, դրա համար երևի շփոթեցի, Բահաղի մարգարեներին ինչու է ասում Կարմեղոս լեռան մոտ գնանք։
Մենք իհարկե Աստվածաշնչում չկա դա գրած ինչու է ասում, բայց պատմական համատեքստը, կրոնական համատեքստը ուսումնասիրելով պատմամշակութային հասկանում ենք, որ ըստ Բահաղին պաշտողների հավատալիքի Կարմեղոսը Բահաղի բնակության վայրն էր։ Հիմա պատկերացնում եք, ասում է դուք հավատում եք, որ ձեր Աստված այդ սարի մեջ է բնակվում, կամ այդ սարի մոտ է բնակվում, գնում ենք հենց այնտեղ անենք, դե արդեն գիտեք, եթե ձեր Աստված կենդանի է, թող կրակի չհասնի, եթե չի չհասնում, իմ Աստված կենդանի է ու կտեսնեք։ Եվ ինքը դիտավորյալ, ասում է գնանք Կարմեղոսի մոտ, որովհետև դա ըստ իրենց հավատալիքների Բահաղի բնակության վայրն էր, այդ սարի վրա էր բնակվում։ Շատ հետաքրքիր է կրոնական եւ տնտեսական համատեքստ կա, իրավական համատեքստ կա, գյուղատնտեսական համատեքստ կա, օրինակ անպտուղ թզենու այդ չորանալը, երբ որ գյուղատնտեսությունից ուսումնասիրում ես, հասկանում ես, որ Իսրայելում այդ ժամանակներում մինչև բերքը լինելը թզի ծառի վրա ուտվող թզեր էին լինում։ Հին բերքից մնացած թուզը եւ սա ինձ նկարել ուղարկել էին, եթե չեմ սխալվում, այո, մի շատ հրաշալի եղբայր կա, որ վաղ գարնանը ինքը կերել էր, մինչև թուզը տալը, մայիսին, ասենք մայիսի վերջ թուզը լինում է, մինչև դա կարծեմ, եթե չեմ սխալվում, ասես մարտին անցած տարվա մնացած թուզը ուտելու թուզ է դառնում։ Բայց սա գյուղատնտեսական համատեքստն է, որ դու պիտի հասկանաս մի փոքր գյուղատնտեսությունից, որ իմանաս ինչ ի նկատի ուներ տվյալ հատվածը։ Ճարտարապետական համատեքստ կա պատմամշակութայինի մեջ, օրինակ Ռախաբի տունը գրված է Երիքովի պարիսպի վրա էր։ Հիմա եթե մենք պարիսպ պատկերացնենք, ո՞նց կարա պարիսպի վրա տուն լինի, բայց եթե Երիքովի պարիսպների չափերը իմանաս դու, ինչքան լայն էր, կհասկանանք, որ մի ամբողջ տուն կարող էր տեղավորվել այդ պարիսպի վրա։ Կամ օրինակ Առակաց 6:27-ում գրված է, եկեք բացեմ, Առակաց 6:27-ը գրված է հնարավոր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ եւ նրա զգեստները չայրվեն, համատեքստը ասում է, որ հրեաների զգեստի տակ, այսպես ծոցի մասում մեծ գրպան էր լինում։ Եվ այս գրպանի մասին է խոսքը, որ այդ գրպանի մեջ, եթե կրակ լցնես, հնարավոր է չայրվի, ու այդ գրպանը ինքը ինչ որ մի կարևոր բան էր, մենք ոնց ենք կարևոր բաների համար, չէ՞, ասես պայուսակներ ունեն փոքրիկ, որ չգիտեմ, ազնագրերը կամ գումարը դնում են այդտեղ ներսը, իրանք էլ այս ներսի կողմից այդպիսի գրպան են ունեցել, որտեղ կարևոր բաները դրել են։ Մի խոսքով, այսպիսի այդ սուրբ տեղում օրինակ կոշիկները հանելը։ Չեք մտածել ինչու էր Մովսեսը օրինակ կոշիկները հանում, իսկ մենք որ եկեղեցի են գալիս կոշիկները չենք հանում։ Այսինքն պիտի հասկանանք նաև կիրառությունը կամ ոտնլվան։ Այն ժամանակ անհրաժեշտություն էր ոտնլվան, բայց մենք չպիտի վերցնենք կոշիկները հանելը կամ ոտնլվան ծես դարձնենք, մենք պիտի հասկանանք այն ժամանակ դա ինչ նշանակություններ, սկզբունքները վերցնենք եւ կիրառենք մեր օրերում։ Կարծում եմ այսքան օրինակները բավարար էին, որպեսզի մենք հասկանանք պատմամշակութային համատեքստի կարևորությունը եւ գործիքներ ունենանք, եթե ուզում եք լավ հասկանալ, եթե ուզում եք դժվար հարցերին պատասխաններ ունենալ, ապա շատ ուսումնասիրություններ կան, աստվածաշնչյան բացատրական գրքեր կան, հարակից գրականություն, որոնք խոսում են պատմամշակութային համատեքստի մասին, եւ եթե օգտվեք պատմամշակութային համատեքստից, շատ հարցեր, որ սխալ ենք ընկալել եւ սխալ ենք ընկալում, կսկսենք ճիշտ հասկանալ եւ հեռու կմնանք մոլորություններից, որովհետեւ ճշմարտությունը նա է, ինչ Աստված ի նկատի է ունեցել այս գրվածքները ներշնչելիս, որ մարդիկ գրել են։
սա պիտի հասկանանք, եւ ճշմարտությունը նա չի, ինչ մեզ է հարմար, ճշմարտությունը նա է, ինչ Աստված է ի նկատի ունեցել։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք, Տեր, բարի ողորմած սքանչելի Աստված, շնորհակալ ենք քեզանից քո խոսքի համար եւ նաեւ ուզում ենք, որ քո հոգին առաջնորդի մեզ, որ մենք ճշմարտությունը կեղծիքից տարբերենք, որ մենք չմոլորվենք եւ մենք չհարմարեցնենք Աստվածաշունչը մեր պատկերացումներին, մեր վարդապետություններին, այլ ճանաչենք քեզ, քո կամքը եւ քո խոսքը ընկալենք այնպես ընկալենք, ինչպես դու ես ի նկատի ունեցել, եւ այստեղ մենք քո իմաստության եւ քո հոգու առաջնորդության կարիք ունենք։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն։